Պարոն Գալստյան, բարև ձեզ, դուք նույնպես գտնվում եք Ազատության հրապարակում արցախցիների կողքին, խնդրեմ ներկայացրեք, նաև տեղյակ եմ, որ մի քանի օր 3, եթե չեմ սխալվում, հանդիպում է եղել փոխվարչապետի հետ, ինչ է նա պատասխանել ձեր բողոքներին։ Ես ճիշտ ասած որևէ ակնկալիք չունեմ այս իշխանություններից, որ իրենք կարող է կառուցողական դաշտում որևէ քայլ կատարեն, քանի որ տեսեք իրենց կատարած բոլոր քայլերը միտված է միայն ու միայն արցախցիների համար պրոբլեմներ ստեղծելուն, այնպիսի իրավիճակ ստեղծելուն, որ արցախցիները թողնեն ու արտագաղթեն։ Դա պետական ծրագիր է, որը կյանքի է կոչում, եւ դրա շրջանակներում տեղավորվում է այն ամենը, ինչ իրանք այսօր անում են։ Տեսեք, եթե խոսում ենք իբր թե իրենք փորձում են այնպես անել, որ արցախցիները աշխատեն եւ ով որ աշխատանքային տարիք ունի, իբր կտրում են այդ գումարները, իսկ թոշակառուներին եւ անչափահասներին, ինչպես նաեւ հաշմանդամ ունեցողներին պահպանում, եթե խոսում ենք սոցիալական առումով, ապա որևէ քայլ չեն արել։ Այդ թոշակառուների կյանքում որևէ փոփոխություն չի եղել։ Ոչ տանվարձերն են էժանացել, ոչ էլ թոշակներն են բարձրացել։ Եվ ոնց են նրանք կարողանում բացատրություն տալ, թե ինչու այդ գումարները կտրեցին։ Իսկ մնացած կետերի մասով, որը շատ ավելի կարևոր է եւ արցախցիներին հուզում է, ընդամենը նրանք լղոզված պատասխաններ են տալիս, իբր նրանք կատարում են, բայց դրա մասին չեն բարձրաձայնում, որը հերթական կեղծիքներն է, որ տարածում են։ Այս իշխանությունը չի ուզում արցախցիները մնան Հայաստանում եւ համախմբված ապրեն, քանի որ նրանք դիտում են Արցախը, արցախցիներին որպես պրոբլեմատիկ քաղաքացիներ եւ չեն ուզում այդ քաղաքացիները շարունակեն բնակվել Հայաստանում։ Ինչպես այս իշխանությունը իրենց մինչև իշխանության գալը թեզերը Արցախը պրոբլեմ էին համարում, իսկ պոպուլիստական հայտարարություններով եկան իշխանության, Արցախը Հայաստան է եւ վերջ, իբր թե եթե հեղափոխությունը չլներ, Արցախը պետք է հանձնվեր, բայց տեսանք, որ նրանք հենց այդ թեզերով եկան ու կյանքի կոչեցին այն ամենը, ինչի դեմ իրենք խոսում են։ Եվ այս իշխանությունից որևէ ակնկալիք չկա, կոչ եմ անում արցախցիներին համախմբվել, մի կողմ թողնել տարբեր քաղաքական շահերը, տարբեր, չգիտեմ, միջանձնային խնդիրները, համախմբվել, որպեսզի կարողանանք այս իշխանություններին միայն ու միայն պարտադրանքի լեզվով կարող ենք պարտադրել, որ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ արցախցիները կարողանան արժանապատիվ կեցություն ունենալ մեր հայրենիքի այս հատվածում եւ ստիպել, որպեսզի միջազգային հարթակներում խոսել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Այլ կերպ այս իշխանությունը որևէ քայլ չի անի։ Սրանք միայն ու միայն պարտադրանքի լեզվով ճշումների ներքո կարող են այդ հարցերը բարձրացնել։ Նրանց մեջ չկա հայրենասիրություն, նրանք հայկական շահը առաջ չեն տանում եւ եթե մենք էլ լուր լինենք, ապա փակվելու է իրականում Արցախի վերջին էջը, որը կլինի Հայաստանի կործանման սկիզբը։ Շնորհակալություն։